Հիսուսը քո ալֆան է ու քո օմեգան է, բայց դու պետք է ընտրություն անես։ Քո ներկան դու ես։ Այսօր դու ես ընտրություն անում։ Այսօր ինչ ընտրեցիր, փոխելու է քո ապագան ու քո անցյալը։ Այսօրվա քո ընտրությունից է կապված քո ներկան, քո ապագան ու քո անցյալը։ Ապաշխարեցիր, իրական Տիրոջից ներողություն խնդրեցիր։ Մենք մի բան ասեմ, ոնց կարա Հիսուսը մեզ ների։ Մենակ մի ճանապարհով է Հիսուսը մեզ ների, որ ներողություն ենք ասում։ Նես չէ, ինքը անարդար Աստված ասեն, վատ բան արեցինք, եկանք ասինք կներես, ինքն ասեց դե լավ, որ ասեցիր կներեմ։ Այդպես չի։ Դրա համար գին է վճարվել։ Հիսուս Քրիստոսը խաչի վրա, որ մահացավ, դա գինն էր, իմ ու քո մեղքերի գինն էր։ Երբ որ մենք գալիս ենք ասում ենք Տեր կներես մեզ, գինը արդեն վճարված է։ Գիտեք, հոր, հետ, Աստծու հետ ով է խոսում, երբ որ դու ասում ես կներես։ Հենց Հիսուսը, ինքը գրած է քո ու Աստծու մեջտեղ կանգնած բարեխոսն է։ Ինքը բարեխոսում ասում է հայր, նայի, այս մեկը ապաշխարում է։ Այս մեկը ասում է կներես, հայր, ես ներում եմ իրան։ Դու ինչ ես ասում, հայր, հայրն ասում է, ես էլ եմ ներում տալիս, որովհետև դու իր համար վճարել ես։ Մենակ Հիսուս Քրիստոսի խաթր ենք ներվում ենք։ Մենակ Հիսուս Քրիստոսը ճանապարհ դառավ, որ Աստված մեզ ների։ Աստված նայելով Հիսուսի զոհին մեզ ներում է, որովհետև երբ որ մենք ճիշտ ճշմարիտ ապաշխարություն ենք անում, մենք ստանում ենք Աստծուց օգնություն ու արդարանում ենք նրա